Արման Ղազարյան։ Տիկին Վարդապետյան, 11.02.2022 թվականին այժմնախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը ձերբակալվել եւ կալանավորվել է։ Առևանգելու անմիջական ծածկած հիմնավոր կասկածի առկայության հիմքով։ 14.08.22 թվականին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջինատանի դատարանը արձանագրել է, որ վարույթ իրականացնող մարմնի կողմից ներկայացված ապացույցներով հիմնավորում է Սուրեն Մանուկյանի ձերբակալման իրավաչափ դնելու հանգամանքը։ Դրանից երկու շաբաթ հետո Սուրեն Մանուկյանին մեղադրանք առաջադրում շորտման հատկանիշներով, հիմք ընդունելով անայդ աղբյուրից ստացված ինչ-որ սկրինշոթ կոչված թղթի կտոր, այն դեպքում, երբ քրեադատավարական օրենսգիրքը արգելում է անայդ կամ չբացահայտված աղբյուրից ստացված տեղեկությունների հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելը։ Պաշտոնայած այս փաստին արդեն 3 տարի է Սուրեն Մանուկյանը գտնվում է կալանքի տակ։ Հիմնական դատալությունների ընթացքում այդպես էլ չի գտնվել մեկ փաստական տվյալ, որը հիմնավորել այն հանգամանքը, որ հիմք է հանդիսացել Սուրեն Մանուկյանին ազատությունից զրկելու համար։ Հիմա հնչեցնեմ հարցս. դուք ինչպես եք վերաբերվում կամ ինչ գնահատական կտաք այս ապօրինի գործողությունների վերաբերյալ։ Պարոն Ղազարյան, ձեր հարցը վերաբերում է կոնկրետ վարույթին, որը գտնվում է դատական քննության փուլում, ճիշտ հասկացա չեմ, ձեր Դատական քննության փուլում գտնվող վարույթով դատախազությունը իր դիրքորոշումը ներկայացրել է մեղադրական եզրակացությամբ, որևէ այլ գնահատական ակնկալել միասնական կենտրոնացված համակարգից, կարծում եմ, ձեզ համարել է պարզ, որ հնարավոր չէ, ես գնահատական տալ կոնկրետ վարույթով չեմ կարող եւ չեմ տալու։ Մեր դիրքորոշումը, եթե գործը գտնվում է դատարանում, ներկայացված է մեղադրական եզրակացության մեջ, եւ մենք հարգում ենք դատական քննության սահմանները եւ դատարանի անկախությունը եւ մեր գնահատականներով որևէ կերպ դատարանին չենք կաշկանդում։ Արձագանք։ Տիկին Վարդապետյան, տեսեք, կան խոշտանգման եւ այլ դեպքեր, որոնց մասով ձեզ արձադրումներ ներկայացնելուց վկայակոչում եք, որ փորձաքննության արդյունքները չեն ստացել։ Չնայած այն հանգամանքի, որ դատագենետիկական փորձաքննությունը Սուրեն Մանուկյանի մասով արդեն կա, եւ քրեադատավարական օրենսգիրքի 18-րդ հոդված 3-րդ մասը հստակ կարգավորում այդ նորմը, որտեղ ապօրին ազատության դատախազը կամ դատավարական մարմինը իրավասու են ապօրին ազատությունից զզվանք անցած անապահ ազատ արձակել։ Իսկ դու գործառույթ ունեք իրականացնելու, կարծում եմ, ոչ թե դատարանի վրա մենակ բրթելով, իհարկե գործը գտնում է դատաքննության փուլում, բայց դուք քրեադատավարական օրից եմ կրկնում, օրենսգիրքի 18-րդ հոդված 3-րդ մասով այդտեղ իրավասություն ունեք, եւ այդ մարդու, կարծում եմ, հանցագործության փաստը չի ապացուցվել։ Այդպես չի որ գցել դատարանի վրա ու բռնենք, ասում եմ, ստե դատախազությունը հստակ գործառույթ ունի իրականացնելու եւ կա նաեւ դատագենետիկական փորձաքննության արդյունքները, որին գնահատական չի տրվել դատախազության կողմից։ Դա ինչպես կմեկնաբանեք եւ միջև օրս Սուրեն Մանուկյանը ես բազմաթիվ դատական լուսումների ներկա եմ եղել, չկա մեկ վկա, որը պնդի Սուրեն Մանուկյանի հանցագործնելու փաստը, բայց նա ապօրինի գտնվում է 3 եւ ավելի տարի կալանքի տակ։ Էս է մեր արդար դատաքննությունը, դատախազական հսկողությունը։ Արձագանքելու հնարավորություն ունեմ։ Այո։ Պարոն Ղազարյան, ազգային ժողովի ամբիոնը դատարան չէ։ Եվ եթե դուք որևէ միջնորդություն ունեք, դուք կարծում եմ չեք կարող, որտեղ ենթադրում եմ դուք գործով պաշտպանը չեք, բայց պաշտպանական կողմը զրկված չէ միջնորդություններով դիմելու վարույթն իրականացնող մարմնին։ Ես նորից եմ կրկնում, գնահատական տալ դատական վարույթում գտնվող գործով դատախազությունը չի անելու, ինչքան էլ դուք տարբեր հարցադրումներով դա ինձ ներկայացնեք։ Եթե որևէ միջնորդություն ունեք, նույն քրեական դատավարության օրենսգիրքը ձեզ չէ իհարկե, դուք պատգամավոր եք, պաշտպանական կողմին չի արգելում գրավոր միջնորդություն ներկայացնել եւ իր անհամաձայնությունը հայտնել։ Ազգային ժողովի ամբիոնից որևէ գնահատական, որևէ գործառույթի վերաբերյալ չեմ տալու։ Գեգամ Նազարյան։